Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր դեկտեմբերի 12։ Հանդարտությամբ և ապավինությամբ կլինի ձեր զորությունը։ Եսայի 30-րդ գլուխ 15-րդ խոսք։ Նյարդայնությունը, անհանգստությունը, կասկածը և անվստահությունը միշտ թուլության նշան են։ Ինչ կարող ենք անել, երբ մինչ ոսկորները ուժասպառ ենք լինում։ Արդյոք մենք ինչ-որ բանի ենք հասնում վախենալով ու վրդովմունքով։ Միթե մենք այդպիսով անհնարին չենք դարձնում մեր գործողությունները և խաթարում մեր միտքը իմաստուն որոշումներ կայացնելու համար։ Մեր պայքարը մեզ խեղդելով ներքև է քաշում, մինչդեռ հավատքը կարող է մեզ ջրի երեսի վրա պահել։ Երանի թե հանդարտության շնորհք ունենայինք։ Ինչու տնից տուն վազել, կրկնելով մի ձանձրալի պատմություն, որը պատմելիս մեզ ավելի ու ավելի է վշտացնում։ Ինչու նույնիսկ տանը մնալ, ցավից գոռալով տխուր նախազգացումների համար, որոնք կարող են երբեք էլ իրականություն չդառնալ։ Լավ կլիներ զսպել մեր լեզուն, բայց շատ ավելի լավ կլիներ հանդարտ սիրտ ունենալը։ Հանդարտ եղեք և իմացեք, որ Տերն է Աստվածը։ Երանի թե ապավինության շնորհք ունենայինք առ Աստված, չէ՞ որ անձամբ Իսրայելի Սուրբը պետք է պաշտպանի և ազատագրի։ Նա չի կարող հետ կանգնել իր խոստումներից։ Մենք կարող ենք վստահ լինել, որ նրա յուրաքանչյուր խոսք կմնա ուժի մեջ, նույնիսկ եթե լեռները տեղաշարժվեն։ Նա հավատարիմ է, և եթե մենք ապավինություն և հետևաբար խաղաղություն դրսևորենք, կարող ենք լինել նույնքան երջանիկ, որքան գահի առջև կանգնած հոգիներն են։ Եկ ով հոգի, վերադարձիր քո հանգստի մեջ և գլուխդ դիր Տեր Հիսուսի կրծքին։